Սա Փարիզի հանրահայտ Տրոկադերո հրապարակն է, որտեղից պարզ երևում է երկաթե տիկինը, սակայն պատկերը չորեքշաբթի գիշերը բոլորովին ռոմանտիկ չէր։ Ամբողջ Ֆրանսիան ցնցած ուժեղ քամին ու կարկուտը վնասել են ավելի քան 100,000 տուն, շրջել ծառեր, հեղեղել փողոցներ, խափանել երթևեկությունը, Փարիզի մետրոյի բազմաթիվ կայարաններ փակվել էին։ Անսպասելի սկսվեց։ Հսկայական ծառերը շուռ էին գալիս մեքենաներին։ Բարեբախտաբար մենք այդ հատվածում չէինք։ Կյանքումս նման բան չէի տեսել։ Սակայն մի 12 տարեկան երեխայի եւ 59-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։ Երկուսն էլ զոհվել են արմատախիլ եղած ծառի հարվածից։ Տղամարդու մահը վրա է հասել կվադրոցիկլետ վարելիս, բախվել է շուռ եկած ծառին։ Ֆրանս Մետեոն Ֆրանսիայի 57 դեպարտամենտ փոթորկի ամենաբարձր վտանգի գոտում է կարգել, այն բանից հետո, երբ վերջին շաբաթներին երկրում գրանցվել էր աննախադեպ բարձր ջերմաստիճան, որը որոշ շրջաններում գերազանցել է նույնիսկ 40 աստիճանը։ Նման բնակլիմայական աղետ վերջին անգամ Ֆրանսիան տեսել էր 1947 թվականին։ Ամբողջ գիշեր աշխատել է ավելի քան 2000 հրշեջ փրկարար, իսկ առավոտյան երկիրը աստիճանաբար ուշքի էր գալիս։ Վնասների ծավալները դեռևս հաշվում են։ Ասմիկ Առաքելյան, Reopen Media։